Փայլուս քույրեր, կշարունակենք Լեան Կարոզը։ Արդեն երանելիները վերջացուցինք, 8 երանելի կար, եւ այսօր պիտի նայենք Մատթեոս 5:13։ Եթե ուզեք միասին կարդանք Մատթեոս 5:13, Թուգեք Եբրի աղը, ապա եթե աղը իր համը գործընծնե, ինչով պիտի արվի, անդե եթե փանիմը չկար, միայն թե դուրս սկվելու եւ մարդոց ոտքին դաս կողպելու։ Շնորհակալ եմ։ Աղը քույրեր, որում դունի մեջը աղ չի գա։ Մեր խաղնոցները, սեղաններում վրա, բահարաններում մեջը ճիշտ փանիկով, ստովինքով, ցերկի տակը պետք է լա միշտ չի աղը։ Counter-ից վրա, չի դագեն, քանի որ միշտ աբիլիցներ ճաշին։ Եվ հավանաբար, եթե մի քանի հոգի դունը իրար հետ ճաշ կեպեք, եթե մայրաղջիկ, երկու քույր, կամ ասանք երկու բարեկամ, ճաշ եպած է մեկ հատ սա աղին համին նայր չեն գուցե իրարու։ Ինչու, քիչ է, շատ է, աղը շատ կարևոր է, շատ կարևոր է։ Եվ այսօր մենք պիտի նայենք աղը ինչ հատկություններ ունի, որոնց Հիսուս ուզե որ մենք երկրի աղը լանք։ Ուրեմն տեսանք, որ աղը կյանքի անհրաժեշտություն է։ Առանց աղի չեք կնալ, ապրի, կոյադևել։ Հագանեխիչ հատկություն ունի, այսինքն preservative, գբահբան է։ Մանավանդ Հիսուսի ադեն, որ սառնարան չի գա, պահպանելու միջոցը աղը, միսերը, աղով պետք է, որ հագանեխեն, որբեսի երկար ցիմանա։ Այսօր, որ մենք պաստրմակ ուտենք, սասեջներ, որ գուտվի, որ մասնավոր կարելի չէ, բայման չէ սառնարան տրվի, ինչու համար գրնանք ուտել, որովհետև աղով հագանեխված է, անգամ աղ գտնեն, որ բահե իրեն, աս մեկ հատկություն ունի, աղը դարձյալ ձարավ կստեղծ է, հիմա երբ որ չիպս կուտենք, պապկորն կուտես, մովիրը կիդես, որ թիեթրի մեջը, պապկորնը կարնես ասան, ամեն աղը լեցված է վրան կուտես, ինչ կսկաս, լեզուտ քիմքիտ կպակչի, ամիջապես խմելիքի ցերկդ կնեդես, որ խմես ձարավ գստեղծ է։ Աղը մեր ջաշերում համուտ է, ով գուզե ջաշ ուտել առանց աղի։ Հիվանդը է բժիշկ կգսե, որ աղը բաքսեցուր։ Օ, ինչ դժվար է, առանց աղի ջաշերը համարնել կամ վարժվի ժամանակ կդևե եւ աղը գդարացվի, ուրեմն այս հատկությունները ունի։ Եվ այս գլխուն 5-րդ գլխուն 3-րդին 13 համարները, որ 8 երանելիները կան, աստիճանաբար, ինչպես միշտ նախանցյալ սերդողություններում գհիշեմ, որ ամեն մեկ երանելին մյուսին վրա հիմնված է։ Պատկերացրեք, որ աստիճան մնե, առաջինը պիտի լես, որ երկրորդին հասնես, երկրորդին պիտի լես, երրորդին հասնես, աստիճանաբար երթալեն ավելի ըսեմ գդժվարանա, երթալեն ավելի սաստկանա, օրինակ առաջինը հոգիով աղկադես, վերջինը հալածված, այսինքն ուր է իր ուր ասար, աս ընթացք մգա, հիմա աս 8 երանելիները, երբ որ կյանքիդ մեջ գամած, քիչ կսկսիս, որ ասի պաննել, այսինքն գիրարգել, apply-նել, եդերեն Հիսուս աս համարը գսե, որ ժողովուրդին։ Հիսուս կխոսի, որ իր աշակերտներուն և առհասարակ ժողովուրդին, հանրության, որ չեք գիտեր, քանի 100, քանի 1000 հոգի հավաքված է 4 կողմը, Լերան Կարոզը երբ որ գներ, Քալուլյոզովուն կովը, եւ գիտեք, որ այն ադեն Իսրայելի ժողովուրդը հռոմեական դիրաբերության դար էր։ Հռոմեացի զինվորները աչքեն դար չեք բերեք։ Այն ադեն հռոմեացի զինվորներուն թոշակը աղ էր, աղ կվճարվեին, երևակայեցեք։ Այսինքն իրենց ամսական աղ գարնեին եւ աղն էր, որ դերս ծախելով տրամփ ունենային։ Եվ ժամանակի ընթացքին աղի դերս կսան տրամփ առնել, որովհետեւ եթե իրենք աղը քնեն։ Մա լադիներեն աղբարը սալ ասեր է, սալ։ Եվ երբ որ իրենց թոշակը կվճարվեր, սալարիում գսեին։ Որ մեր անգլերեն բառը կա salary։ Salary, S-A-L-A-R-Y, not salary, C-E-L-E-R-Y, որ մեր բանն է, չեմ դիրահայրել իջե, գուբենք, salary, դանաչ պույսն է։ Salary, այսինքն ինչ-որ թոշակ, բառը աղի հետ կապված է, որովհետև հռոմեացի զինվորները ժամանակին աղ կվճարվեին, հետաքրքրական չէ, նորություններ ինձ համարալ։ Եվ Հիսուս շատ առարգայական գխոսի քույրեր, եւ կորցնական ժողովրդին վերացական ասան, իրենց գլուխներն վեր կացողնույթը չխոսի, փիլիսոփայություններ, որ փամը չեն ասկնար, մեկական չեք մտնում են գելե։ Ալ
այլ ընդհանրակի իրենց արորիային հետ կապ ունեցող, օրինակ սերնացանին առագը սերն, ժողովրդի մեծ մասը սերն գցանեն, թաշտերու մեջը, գամ մանանեխի հադիկ, գամ ծորեն, և ոսալ աղը կործած է, որ աղը, որ ամեն օր ամարդը կործած է, որ շատ լավ հասկնան իրենք։ Հիսուս ինչու չսավ թուք եք աշխարհի շաքարը, գամ թուք եք երկրի ոսկին, ինչու ասպանները չսավ, հետաքրական է, չէ, աղի նմանցուց, որովհետև աղի հատկությունները մենք հոգևոր թասեր բնակսորվիլ։ Եվ 8 երանելիները մեր ներսի գյանքը, ներսի մարդը կգերդեն, գշինեն, մեր նգարակրին վրա աշխատին, բայց աս մեկը հաջորդը ճիշտ, մեր ուսերուն վրա բարդականություն կտնեին Այսուս։ Ըսկից պսավ երանի, այսինքն փապակ է, թողը լա, որ աղկադես, հոգիով, խոնարես, ողորմածես, ասես, անես, բայց հիմա թուք եղեք, այսինքն, հրամայական ծևով եղանակ մնե, և պան է, հոգնագի պայ է, թուք եք, թունես չսեր, որ անհատական, հավաքական վիճակ մգը պատկերացն է, որովհետև մենք գղզիացած ջգնավորներ չենք, այն մեկս մեր անձնական աշխարհի մեջ չենք ապրիկ, որ մենք մարդու մեջ կապրենք, որքան ալ քիչը լա մեր շրջանագը կամ փոքր լա, դա գավի մեր ընանիքը գա, մեր ամիջական թուրցրացին գա, անշուշտ այս երկիրները հիմա մեր երկիրներում բես չէ, որ թրացիդով է չես ակիրեր երբեմն, պայց և այնպես, շրպումները մեր նեզի գղզիացում են, թուրս կանեն։ Ուրեմն մենք հասարակության մեջ կապրենք և աղի նման աստեցություն ունենք։ Ուր որ երթաս, ուզես չուզես, դուն աստեցություն մգծկես, դունիտ մեջը լա, շրջավադիտ մեջը, անձանոթին, ուր որ լաս, աստեցություն մգծկես։ Եվ աղը թարցյալ գհավասարագշրե մեր մարմինին արյունը, գիտեք եթե աղը շատ է, blood pressure կպարսանա, անորոմար բժիշկը գսե, որ աղը պաքսեցուց, աղմի ուդեր, որովհետև balance են թուրսելեն է, կվնաս է։ Միշտ կողմն արգա, եթե աղըտ քիչ է, այս անգամ ուրիշ պաներ ունենաս, կրնաս կխոբդույդ ունենալ, թետև գլասան, կլուխոտ կտարնա, այսինքն ուրիշ բժշկական կամ ֆիզիկական դժվարություններու թույլ գտնապանալ։ So աղը հավասարակշռելը շատ կարևոր է, երբ որ Հիսուս աղի գնմանցն է որ մեզի, այդ հավասարակշռությունը բահելը շատ կարևոր է։ Եվ աղը հագանեխի չէ, այսինքն բակտերիա, վայրուսները, միկրոբները հագանեխ է, գզսբե։ Ինչպես Հիսուսի ադեն հիշեցինք արդեն սարնարան չի գա։ Բայց այսօր որպես հավատացյալ մեր բարդականությունն է մեր 4 կողմի միկրոբները հագանեխել եւ միկրոբը նմանցնենք մեղքի okay վիճակներ որ քու ներգայությունը աստեցությունը պետք է ցկե իմ ներգայությունը հավատացյալ քույրս այլիսի աստեցությունը պետք է ցկե որ 4 կողմը եթե մեկը մեղավոր վիճակի մեջ պիտի զսպվի եթե սոթոմի մեջ Սոթոմ կոմորի մեջ բավարար արդարը լար, որոնք աստեցություն ունեցած էին այդ երկրին վրա, այդ քաղաքի վրա, չի գործանել Սոթոմ կոմորը, չեք խորեր այդպես, չի գործանել։ Ուրեմն որքան կարևոր է աղը որպես աստեցություն, և մեր աղը աստեցությունը մենք կնանք մեր գեցվածքով ծծնել, մեր վարվերագերբով, մեր խոսքերով և մեր արարքներով։ Գողոսացիս 4-6, նայեցեք, որ առակյալը մեզի ինչ հրաման գուդա, կամ ինչ ուղղություն գուդա, անի հաջիս եթե գարտաս։ Ձեր խոսքը ամեն ադեն շնորհքով, որպես թե աղով համովցած լա ու գիտնակ թե ինչպես կվայրե ցեզի ամեն մեկուն պատասխան տալ։ Աղով համովցած լա։ Գիտեք որքան աջախ մարդիկ ճաշը, թեր համիջին այս աղը ավեցնեն նրան։ Գիտեն որ աղը համբիտ ավեցնեն։ Կամ ճաշին համին գնայիս աղաման գուզես ամիջապես։ Կանի որ համ չունի աղը բիտնես որ համը դուրսել է ուրեմն ծեր խոսքը։ Ավասիկ։ Մեր խոսքերը ամեն ադեն շնորհքով որպես թե աղով համովցած լա։ Որպես գիտնանք ինչպես պիտի խոսենք, որքան կարևոր է քույրեր ասպերան երբ որ մտանանք մեր ընտանիքներում մեջ արաքինի գիգան համար արագած 31-րդ գլուխը դասը իր բերան իմաստության կտանա։ Որպես մայրեր գիտնանք երբ խոսենք
երբ չխոսենք։ Ինչպես ասենք, ինչպես չասենք։ Շիրակ է։ Ես մեր երդասարտներ ունենք, որոնց ապակային մասին մտածենք, ուղղություն կուզենք տալ, ամեն վարյան կուզենք սրտակրել, ինչպես եւ որ եք բզդիկ էին նստիր, ելիր, գեր մի ուդեր, ժակետակիր, մի հատնիր, մա չենք կնարսել, իմաստության որքան պետք ունենք, չէ։ Ամեն ադեն ծեր խոսքերը շնորհով որպես թե աղով համարձակելա։ Իմ որ խոսքերս որքան համով են քույրս։ Շրջապատիտ վրա։ Քաղցր է։ Խոնար է։ Մեղմ է։ Արագացի մեջ կսե մեն բադասխանը սրտմտությունը գիչեցին է։ Մեղը պրպրի որ չիմացეთ, հանդարտ խոսքմա իչնա, ատ պրպուրը ասան իչնա։ Գամ խոսքերս պարկությամբ են, ինքնաբաշխանությամբ, գիտեք մենք որքան մեկը բամ կսե, չէ, ես չի անիգա, ամիջաբես, գլուխ կպարսացնենք, ադիգա աղով համովցած բադասխաննա չէ, ես ինձ եմ արգսեմ, ադեներ գնեմ, անսկալապար, անգամ սովորություն է գրեմ, մեր պնավորության մեկ մասը, բայց սուրբ ոգին մեկ աշխատի, թուղ եք եդրի աղը, ամեն ադեմ որ աղամանի երթացերկըտ, կույրս այս շապատ հիշե, ես աղ եմ, խոսքերս որքան համով են, որքան գահամովցնեք, որ ինչ-որ սկովի շրջապատես, գամ գրնա խոսքը գծուլալ, թթուլալ, գայրե, պամպասանք, ասոնք ամենը խոսքեր են, որոնք աղով համովցած գրնալալ չեն։ Իմ վարվելակ երս որքան գահամովցնեն շրջապատես։ Երբ որ կարծյալ նայք Մատթեոս 5:13-ին, գսե որ եթե աղը իր համը գործընծնե, աղը ինչպես կրնա իր համը գործընծնել։ Կարելի է որ աղը գեցած դերը իր համը գործընծնե։ Well, եթե աղը խառնվի նյութերու հետ, որոնք impurity, այսինքն աղդեղություն է, գերդոդություն է, իր համը գործընծնե։ Կամ եթե աղը չուր դեսնե։ Բադահած էր ինձ օրինակի համար, գիտեք մեր հոստեղը աղեր կա, որ ասան քարտոնի դուբեր մեջ են։ Երբեմն քարտոնի վրա դրված ադենը անսկալապար եթե չուր տապեցավ, չուրը գերտա, աղը ամեն այդ քարտոնեն գանցնի, ամեն չուրը գանցնի, աղը գծծե, կգարձրանա։ Չէ՞, եղած էս բադահած է, երբեմն եղած էս տապերը մանրա, չի կործածվի քանի որ։ Աղին ուշքությունը գնվազի, ուրեմն աղը համը գրնա գործընծնել։ Ուրեմն որպես հավատացյալ, ես ակին վկայությունս կրնամ գործընծնել։ Այսինքն, եթե խառնվի մեջս վիճակներ, աշխարհային բաներ, մեղքեր, որ ես կարդոնեմ, կցկեմ կամաց, կսկսի Սուրբ Ոգին ուժ կբաքսի իմ մեջս։ Այդ ուժգնությունը, այդ աստեցությունը, որ ես ունեմ չորս կողմից վրա, երբ տալեն կբաքսի։ Առաջում որոշ հանգամանք մգամ ուժգնություն ուներ դերևս շրջապատից վրա, երբ տալեն կթուրնա ադիգա, այլևս կուներգայություն ուրիշին ասանք փանչլար convicting, այսինքն չի համոզել իրեն մեղքի համար։ Մարգոս 9:49 մեղրին մի գարտամեզի աղը աղեք է, բայց եթե աղը անհամնա, ինչով պիտի համովցնենք, ձեր փանցի մեջ աղ ունեցեք և իրարու հետ խաղաղություն ունեցեք։ Շնորհակալ եմ, ասի թացյակ Հիսուսի խոսքն է, աղը աղեք է, բայց եթե անհամնա, գանհամնա եղել, այո անհամնա, ինչով պիտի համովցնենք, գնաս անհամցած աղը էր համովցնել, չեմ գիտեր, բայց անհամցած սիրտը գնա էր համովտալ, չէ, Փառք Աստծո, ինչպես խոստովանելով։ Երբ իմ մեջս աշխարհի սեր գա, մեղք կա, Սուրբ Ոգին գտի մեկ անգյուն գերտա, իմ աստեցությունս կբաքսի եւ ես ագտարնամ անպետք։ Եվ Հիսուս դարձավ կշարունակե եւ դասե եթե աղը իր համը գործընծնե ինչով պիտի աղվի, անգե եթե փանը չի կար։ Հաբա միան դուրս ցկվելու եւ մարդոս ոտքին դատ կողվելու ինչու համար ասան գսար Հիսուս։ Որովհետև եթե ասպես ըլլար աղը խոնավություն մտներ մեջը, ջուր մտներ, իր բանը աստեցությունը նվազեր, գամ մեջը աղդոդություններ մտներ, կպրնեին ադիգա, թաշտերու մեջը ջամպաներու վրա կթապեին, որովհետև աղը դարձյալ գրնա բանը այրել, վիդեր, այսինքն թունավոր խոդերը գայրե, փանգն է, այսինքն գչեզոքացնե անոնց աստեցությունը, անոնց հոնքոն է այդ բանին օգտակար գլա, ճաշի մեջ չի տրվիր, չի հագանեղ վիրադորետ միսերը չես համեմեր,
Բայց ճամփան գտապես ադորամար Հիսուսը մարդոս ոտքին տակ կողքի, քանի որ մարդիկ ամենտեղը քալեին, չէ՞, ադերի մաստը։ Եվ ինչպես քիչ առաջ ասի, Աստված Սոդոմ Գոմորը հավանաբար չի գործաներ, եթե բավարար աղլարն։ Չէ՞ որ Աբրահամի եւ Ֆորեսին երեք այցելուները որ եկան եւ ասավ որ անոնց մեկը որ դերն էր, պիտի գործանեմ ասավ 50 արդար չեմ գործանել, 40 չեմ գործանել, 30, այսինքն Աբրահամ հետը բարգեն գնե որ գսագարգե որ, այ շնորհակալ եմ, գսագարգե որ երթալեն չի գա, 40-ա չի գա, 30, 20, 10-ալ չի գա, 5-ալ չի գա, երևակայեցեք, անորամար Աստված գործանեց։ Ղովտ արդարը երբ որում գնաց, բայց զորավոր աստեցություն չուներ, որ իր աստեցությունը դարացավ, քանի որ Թուրին Պերանը, քաղաքին Թուրին Պերանը ձերերուն հետ կնստեր, իրենց հետ նստիսն, իրենց պես կխոսիս, իրենց պես կմտածես, իրենց լեզուն, իրենց մշակույթը գնդունիս, գնդելանաս, կհարմարիս, որ աման քեզի բան արցան խորտաշկով չինային, իր աստեցությունը գործընծուցել էր, մանավանդ իր գինը։ Որովհետև ծննդոց 1926 Genesis 19:26 Սիլվիա եթե գարտաս նայեցեք որ Ղովլի գնգան համար ինչ կսեք որ Աստծո խոսքը But Lot's wife looked back and she became a pillar of salt. Շնորհակալ եմ Ղովլի գինը յետև նայեցավ եւ աղի արցան ասել ինչու աղի արցան եւ ինչու յետև նայեցավ որովհետև ծննդոց 19-17 հստակ հրաման մտավ ռեշտալը։ Եվ որ ռեշտակները կան Ղովլին ցերկեն բռնեցին։ Հստակ հրաման բերին Genesis 19:17 սետա հաջիս եթե կարտաս։ Ու երբ Սամոն դուրս հանեց, մեկը սա անցդ ազատելու համար փախիր, յետիդ մի նայիր եւ բոլոր դաշտի մեջ մի գայնիր, լերը փախիր, չլա որ գործվիս։ Շնորհակալ եմ, այ շնորհակալ եմ։ Յետիդ մի նայիր, փախիր, լերը ելիր սա, չէ՞։ Ղովդը սագարգեց ասպեշտակտերի մեջ չէ, սա վեր ելները դժվար է, չեմ մռնար, կովի քաղաքի հետամ լավ իսա պեշտակը, օքեյ, անին ուզես տոր կորլը միան դեպ կնա աստեղեն, փախիր աստեղեն և յետևըտ մի նայիր։ Բայց գին ինչ հրավ, յետև նայեցավ, գրնան լալ, ենթատություն է, գրնան լալ, որ Ղովդի գինը իրեն հետ անգան արակ չեր պախեր, որ քիչ մհերու էր ավելի։ Եվ սիրտը արդեն յետևը իր դունին մեջն է։ Իր դունին ապրանքները գա, կարկարասին գա, երկու աղջիկ ուներ դարավինում, թուրծրացի գա, ամեն մարդիկ հոնեն, իր բոլոր գյանքը հոն ապրեր է, մեկ երկ վարգանի մեկ ծկե, պախի հիմա մենք շադերս, մենք պատերազմի երգիները ծկատ եկած են հոս, և շադեր չեմ կիդեր, գրնալած ես մեր շադեր դունա գործն ծուցած եք, շադեր բիզնեսա գործն ծուցած են, առանց տայելու եկեր եմ, թյուրուն է, ոչ, թյուրուն չէ, անորամար, Ռեշտագը յետիդ մի նայերսա, բայց ասկինը կնաց եկավ աննազանդ եղավ և իր աննազանտության համար աղի արցանի վերածվեցավ։ Քանի որ իր սրդի մեջն էր թեր Սոդոմ և Գոմորը, սրդեն դուրս չեր վերած և հետը բիդի դաներ ադիգա, ատ աստեցությունը և գրնալը, որ ուր որ կացին, դաղավին իր ամուսինի վրա է բիլ աստեր և at ամուսինը, որ քիչմը մեջ աղի աստեցություն ուներ, քանի որ թուղթերը մեկում մեջ կսե, որ արդար Ղովդի հոգին գդանչվեր, ուրեմն արդարությունը գա Ղովդի մեջը։ Իր գինը գրնալալ, որ ավելի քեշ պամպասեր, կանկադեր, ամեն տեսակ բաներ խոսեր և աստեր և իր աղջիկներուն վրա էր, արդեն աղջիկներուն մաքուր բաներ չէին, սխալներ, շատ սխալներ էին իրենց հորի հետ, որ մի ունիկ մենք ամոն և մովալ այդ երգիր, այդ ժողովուրդը։ Եվ աղը նայեցեք, որ ինչ հիշված է երկրորդ օրինաց 29-23, Deuteronomy 29:23, Սիլվա հաջիս կարտա։ Եվ երբ տեսնեն, թե այն բոլոր երգիրը ձում աղ ու այրած ըլալով, հոն պամը չի ծանվիր ու բդուղ չի պերեր և խոտ չի պուսնիր, Սոդոմի, Գոմորի, Ադմայի ու Սեպոյիմի ավերումին բես, որոնք դերը իր պարբությունովը ու սրմությունովը պնաչինչ ըրավ։ Շնորհակալ եմ։ Սոդոմի և Գոմորի Պնաչինչ ինչպես ըրավ, երկինք են ձծում, գրակ և աղ, կտեսնենք, որ աղ կսեք որ։ Շատ հավանաբար, ազգինը դագամի շատ հերու չէր, Սոդոմին, Գոմորեն, at աղը որ գիչնար, որ երկինք են, գրնալը ադի իրեն աղի արցան դարձուց, գրնալը, ասի եզրակացություն է։ Եվ ասի դարձյալ շատ մոդ էր
մերյալ ծովին։ Եվ գուզեմ բանանել ներողություն, Մարիժան քեզի դված է Ղուկաս 17:32 Հիսուս իր պատմի մեջը նայեցեք ինչ կխոսի as բացության նկատմամբ։ Ղուկաս 17 Luke 17:32 այո։ Մտքերնի փերեք հովտին գինը։ Հիսուս կթարնա որ ժողովրդին դուք միտքերնի փերեք հովտի գինը։ 4 բարեմիան միտքերնի փերեք հովտի գինը արդեն բական է։ Ինչու հովտի գինը ինչ է տեսնեք որ իր մեջը աստեցություն երբեք չի գա։ Աննազատ սիրտը դակավին սոտով կոմոր է եւ իր աղլման գործունեությունը անորմալ աղի արցան դարձա։ Ինչու համար Աստված դեր ուղեղը չի զարգա որ քեդինին աչի մերնի ապկինը։ Ինչու աղի արցան։ Ինչպես հիմա գարտացինք երկրորդ օրինացի մեջ երկինքեն ձգում կրակ աղ շատ հավանաբար ինքը աղի արցան դարձավ եւ նաեւ աս սոտոմ կոմորը շատ մոդ էր մերյալ ծովում որ աղի ծով կսվի դարձյալ։ Աղի ծովը մերյալ ծովը։ Եվ աղի ծովը քիչ մասոր մասին խոսիմ հայերենում ենք աղի ծով կսենք անգլերեն դեցի կսենք եւ մերյալ ծովա կսենք այս ծովը ուրեմն աշխարհի բոլոր մյուս ծովերեն 9 անգամ ավելի աղունի մեջ է 9 անգամ ավելի ամառվադակ օրերուն երբ որ գշոկյանա ճուրը ավելի 30% աղե 70% ճուրը եւ բակտերիացուցեք մարդիկ որ գերտան մեջը գլողան գսեն որ գզպաս չես կնալ իջնալ բարը եւ եթե վերք մփամ ունիս ոդկիտ վրա դերմա ասան բادرվասմա անդանելի գայրե բուժիչ հատկություններ ունի քանի որ մեջը բան ունի շատ minerals ինչ կսեն հանքայիններ ունի ադորամար ոչ մեկ գանք կա մեջը ցույց չի ա չի գնալ ապրիլ չի գնալ որովհետեւ ահավոր է աղին քանակը եւ mineralները Եվ ինքը ծովու մանգերեսեն 400 մետր ավելի ցած է։ Ուրեմն գարն է, միշտ գարն է, չի դար։ Եվ իր ճուրը հորթանան կեդեն գուկա, որ հերմոններն են կփխի։ Հերմոններն են կփխի հորթանան կեդը գուկա աղի ծովը գիտնա եւ հոնդերը գլջանա, որով աղը շատ է։ Հիմա ասիկա պիտի կապեմ աս քաղաքապետին հետ, որ աղը եթե իր համագործությունն է Փանիմը չի կար դուրս կծկվի, ինչպես խովդիգինը, իր համագործընծուց, ինչի եկավ, վերջացավ։ Մենք ալ այսօր քույրեր, գնանք եթե մեր համագործընծնենք, գամած աստիճանապարագլա։ Մեկ օրեն մյուսը տուն, մեկ օր շատ հոգևորաբես արթուն ես, դարք ես, ամեն օր սուպիկ կգարտաս, աստծո խոսքի մեջն ես, գրվգայ ես, զորավոր ես, հաղթական ես, հաջորդ օրը մենալ փոսի մեջ անակ չես գտներ ինքնին, նամաց կլա։ Եվ ասիկա process-ն է, այսինքն վիճակն է, առաջինը կսկսի դեղ քայլ, backsliding։ Ինչպես որ Սողոմոն թագավորերով։ Կամած, 1 կին, 2 կին, 3 կին, ռավիչե 300 կին, 700 հարջ, 1000 հատ։ Եա մեկը խոն հետ կխաղա, անշուշտ ուր էր Սողոմոն ուր հասավ։ Հետո կդառնաս աշխարհային գլաս, այսինքն worldly թեմասկի, իշեք Բողոսարակյանը սա թեմաս աշխարհը սիրեց եւ զիստողոց։ Կամած։ Երրորդ մարմնավոր carnal Սամսոնը օրինակ է մեր արջևը։ Սամսոնը անգամ ուժուներ եւ արքանտեն կանչված օծյալ էր ինքը կամած ցամությունները դեղելով աչքով կնած ասկնգան մյուս կնգան իր ուժը գործունեություն եւ վերջավորությունը լավ չեղավ ի վերջո անպետք կդառնա worthless Անանիա եւ Սապիրայի պես Եվ ասուտ խոսեցան, եւ դերմը դերմերան։ Ուրեմն քաղցությամբ կսկսի, քաղց, ինչպես որ լավոթի դեր եկեղեցին, քաղց կլաս, դեղ կայլ, աշխարհային, մարմնավոր անպետք։ Կամած աս ընթացքի մեջ կլա, մեկը որ իր աղին համը գործունեություն է։ Եվ իդ կալով փանին մերյաձովուն, աղիձովուն գիտեք որ նոր գարտացի ասիա Այս տարի հունիս 1-4 Dead Sea ծովուն այդ շրջանի մեջը աշխարհի կամ ասեմ միջին արևելքի ամենամեծ LGBTQ իվենտը ծրագրված է։ Նորմալից փշակալվեցավ երբ ասիկա գարտացի։ Այսինքն ամենեն վատ աղտոտ
ասպանը եւ 15 հատ հոթել միան բոլոր հոթելը բանրած են ռեզերված են դուրսենեգո հյուրերու համար հայդակիրներ 24 շամ որբեսի աճ շրջանը աղի ծովի շրջանն է ասի հա կտեսնեք որ աղը որքան գործընթացները աստծո կոչված ժողովուրդը հրիասկը որբեսի այսինքն միշտ ծայրայության կացած են աստծո բարբոթերեն չեն վախտար արդեն ատգազայի հարցի որ եղավ at քեշ փաններ կոնցերտներ անգետ հետո եղավ եւ հիմա աստված գիտե ինչ պիտի բադայի չեմ գիտեր ասի որ գարտացի եւ ասնյութը կպատրաստեի աղիձով աղը գործընթացները ժողովուրդը մինչեւ որ հասեր է մենք փույրեր եթե որպես աղ աստեցություն մի դունենանք աշխարհի վրա աստեսակ բաները մենք պետք է գասեցնենք զսպենք ոչ թե որ սանցածակերով առաջնորդենք եւ ցկենք այսօր շատ եկեղեցիներ կան անով կոչված եկեղեցի են որոնք ասիկա իրենց համար նորմալ է այսինքն բան լեսբիան pastor մոնենալ որ իր բանինեդը գողագիցին հետ միասին աստեսակ ամուսնություններ գնան ահա որ է աշխարհ ուր հասեր է երբ որ քրիստոնյաներս մենք մեր աստեցությունը գործընծնենք գարավարական մարզի մեջ հավաքական ընկերային մշակութային ասպաներու մեջ երթալեն կամած աշխարհի մեղքը կակարնագետին հասած է անդորաբար Հիսուսի քալուսը շատ մոտ է վերջին օրերու մեջ կապենք որ իսկապես արթուն ընդալու ենք չի գործընծնենք մեր համը Կորսնական օրեն ուրեմն ինչպես մենք այս աշխարհի մեջ աղբի դնանք ինչպես որսի մենք մեղքը պետք է թատրեցնենք որպես ճշմարիտ հավատացյալ դու որ գմտնես քո ներկայությունը պետք է աստեցություն ունենա սկսյալ դուներ որպեսի քո արժևը չի համարցակին անել այդ բաները որ պիտի անեին ուրիշին արժև աստեցությունը ոչ թե քեզ ծևով գծու ծևով ասանք փանցևով ինչպես են քննադատական ծևով բայց անկան սուրբ հոգին աստեցությունը մեջ լավ որ երթաս հետը փան մգդանից օր ագսեք այսինքն վիճակ մգա գստենձես որ ադիգա գզսպես երկրորդ մենք պետք է ծարավ հակեց փանանենք ստեղծենք մեր 4 կողմը ինչպես որ քիչ առաջի շատ աղուդեսն է գծարավնաս եւ գուզես ճուր խմել առաջին Պետրոս 3:15 Տեսեք ինչպես է Աստծո խոսքը 1 Peter 3:15 Jacqueline Sanctify Christ as Lord in your hearts, always being ready to make a defense to everyone who asks you to give an account for the hope that is in you, yet with gentleness and reverence. Շնորհակալ եմ Հավաքս է դերասվածը սրդերն մեջ սուրբ պահեցեք ու միշտ պատրաստ եղեք հեզությամբ ու երկողացությամբ պատասխան տալու ամենուն որ ձեր ունեցած հույսին պատճառը ցեզի կհարցնեն Ուրեմն քու վարվելագերբդ ուրիշի մեջ հարցում պիտի արծնցնե որ դու ինչու ասանգես դու ինչու գարբերես դու ինչու ամեն բանի չես չղակրկրվիր չես փարդանալ գահամբերես գներես պետք է մարդիկ հարցնեն մեզի ոչ թե ասեն աման անի հավատացյալը աման ես ապապես չեմ ուզել եւ օգտվել անալգա չէ անալգա ուրեմն Եթե մենք իրական աղենք, ծարավ գստեցենք թիմացինի մեջ, որ քայնց իսեք դու ինչու դարբերես։ Մեկը հարցնե որ քեզի ինչու դարբերես դու։ Ինչու քու վարվելագերբդ խոսակցությունը դարբեր է։ Եվ այնադեն դու արիթունից խոսելու քու ունեցած հույսի պատճառը բացատրելու եւ փրկության ճամփան առաջնորդելու։ Երրորդ աղը համբուդա, ինչպես քիչ առաջացին, աղը տնենք մեր դասերի մեջը Եվ մենք որպես հավատացյալ աշխարհին համ պետք է տանք։ Քանի որ աշխարհ մեղքով իր համը գործընծուցել է։ Շիրագեմ։ Գործընծուցել է իր համը։ Գարելի է ճաշել առանց աղի։ Ոչ։ Ուրեմն ես որքան համ գուտամ իմ շրջապատից, իմ խոսքերովս, մարդիկ ուզեն քեզի լսել, կամ կփախին քեզ մեն։ Աման նորեն գրգռը սկսավ։ Aman նորեն փերանը բացած միան պիտի անիծե, միան պիտի ասորան երևեն խոսի։ Չէ, չգանա սա մարդիկ որ կփախես իրենց մեն։ Քանի որ հաջելի չի այդ ներկայությունը։ Անհամ բան շուտվիր, առանց աղի։ Հոբ 6:6 Job 6:6 բայզատուր հաջիս կարտամեզի։ Անհամ բանը առանց աղի գուտվի,
Հավգիտին ջերմգուցին մեջ հանգարդյո։ Ով հավիտի ջերմագություն է, այո, ավելի շատ դայեթի համար գուտեն, քանի որ տեխնոսը շատ կոլեստրոլ ունի եւ այլն։ Հիմա ես բժշկական պատեբիչի խոսեմ, բայց անհամբան գուտվի առանց աղի։ Աղը որքան կարևոր է աղը։ Աղը ոչ թե միան համբուդա, մենք ոչ թե միան համբուդա, մենք երան տալ գուտան։ Դե մենք չորս կողմը խանդ, փուրմունք, ամշի կողոդիկ, աղոր ձաղի վես, կոլոնիայի վես, այսինքն թե համետ է հոդ է, անուշահատենք և մեր շրջավատը պետք է համովցնենք։ Ղևդացիս 2.13, Լևիթկս 2.13 նեկարկույր, Եվ դու ամեն հացի ընձային աղ պետք է տնես, ու քու հացի ընձայի հետ քու աստուր ուղտին աղը բագաս պետք է ընես, քու ամեն ընձանելու աղալ մալուսանը։ ասիկա աստված հրաման գուտա որ այն ադեն երբ որ ձիսական բաներ ունեին, հացի ընձա, ասի բանի ընձա չեմ գիտեր ինչ տարբեր բան աղջիր, աղը որքան կարևոր է որպես համ։ Չորրորդ մեկ բանը որ աղը գնե եւ որ մենք պետք է ունենք, աղը գործածվի որպես մաքրության միջոց։ Եզեկիել 16:4, Ezekiel 16:4 تو أربيك قلت هاي أرابيرن أي أربيك. أما ميلادك يوم ولدت فلم تقطع سرتك ولم تغسل بالماء للتنظيف ولم تملحي تمليحا ولم تقمطي تقميطا ولم تملحي تمليحا أول أرابيرن أي هاي نهجس. Եվ քո ծնունդը, քո ծնած օրը որտը չգդրվեցավ ու մաքրվելու համար ջուրով չբացվեցար եւ աղով չաղվեցար ու խանցարուրով չպատվեցար։ Շնորհակալ եմ։ Ասիգա քրվել է Եզեկիել մարգարեության մեջ։ Ծնած օրը աղով չաղվեցար։ Երբ որ բզիկ նոր գծներ նորածինը, բոլոր մարմինը աղով կշփեին։ Ես նույնիսկ իշեմ մամաս գսեր։ Ինձ որ իրեն կանան կներել ժամանակին, չեք եթե դուք լսել եք։ Աղով կշփեին նորածինը։ Ասին տունը ներողություն։ Այո, դունը զնողները։ Որովհետև եթե բզիկին ձերընկապերության ադեն, փամ միկրոբը, փամ մարմինը բզիկ ջերքը, աղը գահագանեխե գմակրե։ Այսինքն եթե ոյ մեկ վերք մգա, աղը at հագանեխիչ ուժ ունի, որ գմակրե, մաքրության միջոց կգործածվի։ Մեր 4 կողմը մարդիկ կան քույրեր, որ վերքեր ունին, վերք ունին, հոգեգան վերքեր ունին։ Մենք որպես աղ at վերքերը մաքրելու at ուժը Սուրբ Հոգին պետք է տա մեզի։ Երբեմն քու խոսքը գրնալար, որ at վերքը այրե։ Երբ որ փած վերքը մարմինիդ վրա, աղ տնեսն է վրան, որ գահագանեխե ինքը բան է, կպժշկե վերքը, բայց ինչ կնե, գայրե, գրնալան, որ տուն քու խոսքդ, որ իր թիմացինին բարիքը կուզես, այրե, ձանր կա, բայց ի վերջո ադի իր օգուտին անամար է, մարդ հանցիմանողը վսի վերջապես շնորհքը կգտնե, արագացի մեջ կսե, թյուրին չէ ասիգա, բայց աղը աս հատկություն անունի, քանի որ ինչպես ծնածոր եթե երեխային պիտի մարմինը շփեն, որպեսզի մաքրեն, նմանապես մենք որպես աղ մեր բարդականությունն է at վերքը բժշկել, որում վերքը պիտի բժշկես տուն այսօր, քո 4 կողմդ, աղոթե որ Աստված քեզի աղն է, թյուրը չէ, կարող է խայտե ադիգա, քեզ չևով մի հասկանաք, ոչ թե խածնելու հոգիով պիտի նես ադիգա տուն, իրեն կյանք տալու, նորոգելու, զորացնելու, թարմացնելու հոգիով, բայց եւ այնպես պիտի ցավցնե։ Աղը ջերմակ է, չէ՞, արա ուրիշ հատկություն ունի եւ կփայլի։ Ջերմակը միշտ մենք համամտություն ունի մաքրության հետ։ Սրդո մաքուրը լալա, չէ՞, երանենները մեկն է եւ մաքուր եւ փայլուն արևնդակը։ Եվ ինչպես ըսի նախապես Հիսուսը ասավ թուգ եք երկի աղը։ Չսավ թունես Պետրոսի կամ Հովաննեսի, զացավ չսավ, թուգ եք։ Այսինքն ասի հավաքական վիճակն է։ Մենք իրարու աղ ենք,
Մենք երբ որ իրար կողքովի գուքանք, մեր ներկայությունը գամ կհանգստացնե, գամ կբրգե։ Չէ, կբադայի։ Ադոր համար թուք եք երկրի աղը։ Մենք պետք է որ իրարու աղի հատկությունը ունենանք միասին եւ աղամանը դուրս պետք է լե աղը։ Ինչ օգուտ ունի աղամանը մեջ աղը գեցել։ Եվ ճաշիկ մեջ չստնել։ Ուրեմն ասիկա active, այսինքն տրագան թեպի հարաճ մղիչ վիճակն է որ Հիսուս այսօր ինձ եւ քեզի գսե որ թունես երկրի աղը, թուք եք երկրի աղը։ Եվ աղը թարցել գործածվել որպես բարարդացուցիչ, fertilizer։ Երբ որ գծանեն, դուրսը բարդիզը գծանեն, աղը տնեին, գիտեք ինչու, քանի որ աղը ճուրը գբահե հողին մեջը։ Աղը ճուրը աղբի դիզը ավելի եւ ավելի ճուր բիդուզե, ճուրը գբահե ռիթեին գնե եւ ասելը որ հողը գաբուղ բիտ մնա։ Եվ ավելի թյուրի մի դիփորվի։ Եվ այս ծևով եւ քիչ առաջ հիշեցի վիդերը գմերցնե, տունավոր խոտերը։ Եվ ի վերջո as աղը որպես fertilizer բարարդեցուցիչ աջուն ուզա։ Փերքը հիվանդությունները պահպանե։ Որպես աղ ես յետուն as աշխարհի մեղավոր հողը պետք է թափանցենք, մտնենք մեջը։ Ուր որ մեղ կա, գազր վիճակ կա, անբդուղ հոգի կա, արդյունք տալու հոգիով, որպես բարարդեցուցիչ, որպես fertilizer պետք է թափանցենք աշխարհի մեջ, որուն կարծացած հողը դու միտի կաղուցնես, որուն չորցած վիճակը պիտի բարարդ դարձնես, որպես ատյանքը արդյունք տա ավելի, տունավոր խոտերը դուրս ելնեն, ասի մեզի արիտ է որ մտածենք քույրեր, ասի գա միան ըլլալու վիճակը չէ ընելիք կորց մգահոս մեզի համար, այսինքն ավելի positive ծևով դուրս ելնել մեր աղամաններեն, որպեսզի օգտակար լինենք։ Ուր որ մարդիկ թարնություն գճաշագեն, տուն ներողամտություն ճաշագելու արիք դուրին են։ Ուր որ թթու գճաշագեն, տուն քաղցրություն ճաշագելու արիք դուր։ Ուրեմն այսօր ես երթում բիդի մենք մեզի հարց տանք, որ իմ աղիս աստեցությունը որքան է։ Խոսքով, գործով, դեցվածքով, որքան գզսպեմ իր չորս կողմը իմ մտնոլորդը, որ դեպի մեղքի ավելի վարդ չերտա, կաղավեշ չերտա աշխարը։ Պատմությունով մգուզեմ վերջացնեմ, ինձի անորություն էր ասիգա, երբ որ լսեցի զարմացա։ Աղջիկա մասին է, որ Scotland, Սկոպիո մեջ ծնած է, Glasgow, քաղաքի մեջը, 1910-ի, 120 տարի առաջ, 1910-ը Սկոպիո մեջ ծնած է և ապրած է 22 տարի, 1932-ին մեռած է։ Անունն է Helen Ewing, Helen։ Ինչու կարևորություն ունի այս աղջիկը։ Ուրեմն 14 տարեկանին գավ աշխարհ է, կյանքը լման աստծո կհանցնե, անգեց ետքը գսկսի շատ աստծո մոտ կյանք ապրիլ։ Սուրբ ոգիով գլեցվի և կյանքի աղբյուրը ասանգից մեջ են թուրս կողորդի։ Ուր որ երթա, հոգևոր աստեցություն կծկե։ Ամեն արդու ժամը 5-ին գարտնա, սուրպիտի իր սերդողությունը գնե, աղոտքի բախ կունենա, աղոտքի ծանք ունի, աղոտքի ասանք դեդրակ կբա է, ջուրնոլ գնե, և ինչ աղոտքի նյութ որունի գքր է, երբ աղոտեց ապխանին համար, թվականը գտնե, և երբ պատասխանվեցավ, ամեն, և ամեն օր 300 միսիոնարի համար աղոտ է եղեր, ամեն օր։ Այս աղջիկը ոչ պատկամ դվավ, անուն չենք լսած երբեք, որ փեմերու վրա քարոզիչ եղավ, ոչ քիրք կրեց, ոչ երբ մհորինեց, ոչ մի բան էր ասանք մեծ ցնցիչ, որ մեծ անուն ունենա, և ոչ ալ ճամփորդեց։ Իր ապրած քաղաքին երբա այլ մողան անտին դեղը չեկացած։ That's it։ Եվ կյանքը ամեն բաներով դրամատվեց, որպեսզի ռուսերեն սորվի։ Քանի որ ուզեր որ Ռուսիան որպես միսիոնար էր տալ։ Եվ շատ հմուտ եղավ ռուսերեն լեզուի մեջը, բայց դարձավ ուսանողուհի էր ինքը Glasgow համալսարանի մեջը Scotland։ Ինչու համար շատ կարևոր է այս աղջիկը, քանի որ երթար համալսարանի մեջը եւ աշակերտները որ դերևս աղդոտ ճոքեր գնային, երբ որ տեսնեն որ ինքը ուղղակի որ գսեին հելեն ուղղակի լրացեք։
Ուր որ մտներ այնպիսի աստեցությունը գծկեր, որ մարդիկ կզարմանային, եւ ինքը մեկ հատիկ էր։ Եվ ծնող իրեն ունեցած էին եւ ծնող ինքը չի ծնած արդեն գաղութեին, որ Աստված իրեն զավակ մտա, որ Աստծո ճապի մեջ ինքը ապրի եւ այդպես եղավ։ 22 տարեկանին ուրեմն դել մկացած էր, բաղարություն ունեցավ եւ անադնգալ գերվով մահացավ, քնած։ Ասե պատճառը։ Եվ երբ որ թաղում եղավ Գլասկոյի այդ քաղաքի մեջը շատեր իրեն թաղումին եկան, որովհետև ուր որ երթար անպայման ջամփան անցող դարձողին Հիսուսի մասին խոսել 22 տարեկան 8 տարի միան 8 տարի այսինքն իր կյանքը մաքսիմայզերով արդյունավորեց ամենեն սկանչելի կերպով բացառիկ կերպով քանի որ լուրջ արավ իր հոգևոր կյանքը իսկապես աղ եղավ իր այդ համասարանի մեջը, իր ընտանիքի մեջը, իր քաղաքի մեջը, իր գյուղի մեջը կամ ուր որ գերտար։ Մեծ գործեր չրավ, բայց իր ներկայությունով աղ եղավ, անոր համար մահը երբ որ եղավ, հազարավորներ եկան եւ իր թաղումին ներկա եղան, որովհետեւ աստեցությունը ցկած էր իրենց կյանքի մեջը։ Այսօր քույրեր, Հիսուս ինձ եւ քեզ գսե դու գետնի աղը։ Դեսանք աղը հագամեխիչ է, աղը ծարավ գահարաչացնե, աղը համբուդա, աղը մակրություն է, աղը բարարդեսուցիչ է, fertilizer է, տուն, որպես ինչ պիտի կործածվիս այսօր, այս շաբաթ, մտածե։ Եվ ասե ով դեր, աղաման է թուրսանի ինձ։ Ամեն։ Ես կուզեմ աստեցությունս չի բաքսի, դեղ կայդի մեջ չլամ, միտկենիք պերեք ով դիգինը։ Չորս վար, Հիսուս ատպատկամը դվավ։ Այլ ընդհակարակը ասեմ, ով դեր ինձի կործած է աղի պես, որ մարդոց մեջը զարավը ստեղծեմ, վերքերը բժիշկեմ, հագանեխեմ, զսպեմ, սկսյալ իմ ընտանիք ես, իմ շրջապատ ես, իմ եկեղեցի ես, իմ ասկականներ ես, իմ տրացիներ ես եւ այդ շրջանակի մեջ որ ինձի տրացեք։ Ամեն մեկս դարբեր շրջանակի մեջ ենք կուրեր։ Գշպտիկ մարդոց հետ, որ մեկը մյուսից չենք, այսինքն cross չենգներ, նույն շրջանակները անոր համար աղոթենք, որովհետեւ Աստված մեզ դա այդ իմաստությունը, որ լանք աղամանն ելենք դուրս եւ թուգեք եւ վիաղ։ Ամեն։ Ամեն։ Դերը օրհնե։